Նկատել եք, թե ինչպես եք ավելի ու ավելի հաճախ մոռանում, թե ինչի համար եք մտել սենյակ։ Ծանոթ մարդու անունը լեզվի ծայրին է պտտվում, բայց չի հիշվում։ Սա ոչ միայն տարիք է, սա առաջին անհանգստացնող զանգն է։ Բայց կա լավ նորություն։ Հիշողությունը կարելի է վերականգնել, եւ դա արագ ու բնական ճանապարհով, առանց տեղահապերի եւ թանկարժեք պրոցեդուրաների։ Համաշխարհային մակարդակի ակադեմիկոս, ինժեներ հայտնագործող եւ առողջության վերականգնման հեղափոխական համակարգի հեղինակ Ալեքսանդր Միկուլինը դեռ անցած դարում ապացուցել է. ուղեղը կարելի է վերաբերնել։ Նրա մեթոդը, որ տարիներով մոռացված էր, այսօր նորից վերացնում է։ Ինչու՞։ Որովհետև այն աշխատում է։ Այս տեսանյութում 5 պարզ սովորություններ են, որոնք անմիջապես գործարկում են ուղեղի աշխատանքը։ Դուք կբարելավեք կենտրոնացումը, կվերականգնեք հիշողությունը, կզգաք գլխում թեթևություն եւ նույնիսկ կնվազեցնեք տարիքային խելագարության ու դեմենցիայի ռիսկը։ Մենք կպատմենք անսովոր, բայց գենիալորեն պարզ վարժության մասին, որը ակտիվացնում է ուղեղի արյան հոսքը, հին բաղադրատոմսով, որ երիտասարդացնում է անոթները, եւ շնչառական տեխնիկայի մասին, որով օգտվել են խորհրդային օդաչուները բարձրության վրա գիտակցությունը չկորցնելու համար։ Մենք ջանում ենք ստեղծել ձեզ համար օգտակար եւ որակյալ բովանդակություն առողջության մասին։ Ուստի որպեսի բաց չթողնեք նոր տեսանյութերը, բաժանորդագրեք ալիքին։ Այդպիսով դուք կաջակցեք մեր աշխատանքին եւ առաջին ներկիմանաք կարևոր խորհուրդն ու առաջարկություններ։ Շնորհակալություն, որ հոգ եք տանում ձեր առողջության մասին մեզ հետ միասին։ Այս մեթոդները արդեն օգնել են հազարավոր մարդկանց 70 տարեկանից բարձր։ Նրանք նորից կարդում են գրքեր, առանց ջանքերի հիշում են եւ ակտիվ կյանք են վարում առանց վախի ու շփոթության։ Ինչու ենք մենք կորցնում հիշողությունը։ 60 տարեկանից հետո ուղեղի անոթները կորցնում են առաձգականությունը։ Դանդաղում է արյան հոսքը, իսկ նյարդային կապերը թուլանում են։ Սա հանգեցնում է ցրվածության, մոռացկոտության, անհանգստության եւ նույնիսկ դեպրեսիայի։ Բայց ամենակարևորը, սա դատավճիռ չէ։ Ուղեղը մկան է։ Եթե ճիշտ մարզես, այն կաշխատի նույնիսկ ավելի լավ, քան երիտասարդության տարիներին։ Առաջին վարժությունը՝ Միկուլինի հարվածները։ Ամեն օր 1-2 րոպե։ Կանգնեք ուղիղ, բարձրացեք մատների վրա եւ կտրուկ իջեք գրունկների վրա։ Սա ստեղծում է ալիք, որը արյունը վեր է մղում անոթներով մինչև ուղեղ։ Բարելավում է արյան շրջանառությունը, նվազեցնում թռունքների ռիսկը, ակտիվացնում ուղեղի բջիջների սնուցումը։ Հարմար է նույնիսկ տարեցների եւ նստակյաց կյանք վարողների համար։ Երկրորդը՝ շնչառություն քթով եւ հաշվով։ Մեթոդը՝ 4 վայրկյան ներշնչում, 4 վայրկյան պահում, 4 վայրկյան արտաշնչում, 4 վայրկյան դադար։ Կրկնել 4-6 անգամ։ Այս պրակտիկան ուղեղը հագեցնում է թթվածնով, օգնում կենտրոնանալ եւ նվազեցնում անհանգստությունը։ Այս մեթոդով օգտվել են դիեզերագնացներն ու օդաչուները ստրեսային իրավիճակներում հստակություն պահպանելու համար։ Երրորդը՝ առավոտյան խմիչք ուղեղի անոթների համար։ Բաղադրատոմսը՝ 1 թեյ գթալ խնձորի քացախ, 1 թեյ գթալ մեղր, 1 բաժակ տաք ջուր։ Խմել դատարկ ստամոքսին։ Այս միջոցը մաքրում է անոթները, ակտիվացնում նյութափոխանակությունը եւ բարելավում ուղեղի աշխատանքը։ Հատկապես օգնում է նրանց, ովքեր առավոտյան գանգատվում են գլխում մառախովից։ Չորրորդը՝ հիշողություն շարժման միջոցով։ Միկուլինի խորհուրդը՝ ցանկացած տեղեկություն ավելի լավ է յուրացնել շարժման մեջ։ Օրինակ, գնումների ցուցակը կամ բանաստեղծությունները կրկնեք զբոսանքի ժամանակ։ Սա ակտիվացնում է ուղեղի երկու կիսագնդերը եւ ստեղծում նյարդային կապեր։ Շատ է օգնում տարեցներին կարճաժամկետ հիշողության կորստի դեպքում։ 5-րդ մեթոդը՝ մտքերի թուլացում։ Ամեն երեկո քնելուց առաջ 5-10 րոպե մտքում կրկնեք ձեր ամբողջ օրը, հանգիստ առանց հույզերի։ Այս վարժությունը հանում է մտավոր ծանրաբեռնվածությունը, բարելավում քունը եւ կայունացնում հիշողությունը։ Իրականում սա գիշերային վերաբերնում է ուղեղի համար։ Այս 5 սովորությունները մեծ մասամբ պարզ են, անվճար եւ անվտանգ, բայց ամենակարևորը՝ աշխատում են։ Սկսեք 1-ից, ամեն շաբաթ ավելացրեք 1-ը եւ արդեն 1 ամսից ձեզ չեք ճանաչի։ Միկուլինի մեթոդը ներառում է ոչ միայն վարժություններ, այլև ուղեղի վերականգնման ամբողջական համակարգ։ Հատուկ միկրոշարժումներ, որ ակտիվացնում են կապիլարները նույնիսկ ուղեղի խորքում։ Հարվածային հոսքի տեխնիկա հիշողության համար, որով օգտվել են հայտնի գիտնականները, եւ ամենակարևորը՝ գիտակցության կարգավորում, թե ինչպես ճիշտ միացնել ուղեղը հստակության եւ թարմության ալիքի վրա։ Բացի այդ, մենք կբացահայտենք 1 բնական միջոցի բաղադրատոմս, որ վերականգնում է ուղեղի արյան շրջանառությունը, հանում տոքսինները եւ արդեն 1 շաբաթից օգնում զգալ հստակության ու վստահության հոսք։ Այս բաղադրատոմսը եկել է հին ռուսական ժողովրդական բժշկությունից եւ հաստատված է ժամանակակից հետազոտություններով։ Մեր թողարկման մեջ դուք կլսեք իրական պատմություններ մարդկանց մասին, ովքեր մոռանում էին թորների անունները, չէին հիշում որտեղ են թողել բանալիները, շփոթվում էին բառերի մեջ եւ կորցնում վերահսկողությունը։
բայց շնորհիվ այս տեխնիկաների վերադարձել են կյանք։ Նրանց արդյունքները ոգեշնչող են, եւ սա ոչ կախարդանք է, սա գիտություն եւ կարգապահություն։ Ուղեղը երախտապարտ օրգան է, արժե սկսել հոգ տանել նրա մասին, եւ այն պատասխանում է 10 անգամ ավելի։ Մի հետաձգեք, ամեն օր հետաձգումը մեկ քայլ է դեպի այն, ինչը մեզ դարձնում է անձ՝ հիշողության, տրամաբանության, մտերիմների հետ կապի կորուստ։ Հաստատված համակարգ կարճաժամկետ հիշողության վերականգնման համար 5 րոպեում օրական, առանց դեղերի, միայն գործողություններ։ Կիրառեք, կիսվեք մտերիմների հետ եւ հիշեք, քանի դեռ շնչում եք, կարող եք վերականգնվել, եւ այս տեսանյութը ձեր առաջին քայլն է։ Թող ձեր միտքը աշխատի 100%-ով, անկախ տարիքից։